Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Ես ուզում եմ խոսել փաստաբանական հիմնարկի մասին։ Քանի որ Վարդանը իր ուղերձում տվել էր այդ հեռախոսի համարը եւ ասեց, որ սրանք իր փաստաբաններն են եւ վստահելի մարդիկ, ինձ հետաքրքիր էր։ Զանգեցի շաբաթ օրը, դե կիրակի չեն աշխատում, շաբաթ օրը զբաղված էին եւ չվերցրին հեռախոսի համարը։ Բայց զանգելու ընթացքում կոմպանիայի, ֆիրմայի անունը երևում է։ Այսինքն, երբ որ հեռախոսի համարը հավաքում ես, այնտեղ գրվում է ուր ես զանգում, ֆիրմայի անունը երևում էր։ Ես ուրախացա, որ արդեն գտած ֆիրմայի անունը եւ փորձեցի իհարկե հետաքրքիր էր ստուգել նրանց էջը, տեսնել ովքեր են, ինչում են մասնագիտացված եւ այլն։ Կոչվում են Soul and Associates, հիմնականում կենտրոնացված են ներգաղթի իրավունքների եւ մարդու իրավունքների վրա։ Նրանք ոչ թե բարձր պրոֆիլի ինչ-որ քրեական դատապաշտպանություն ներկայացնող փաստաբանական հիմնարկ է, նրանք հիմնականում անում են, նրանց ուղղությունը մի քիչ այլ է, ինչպես ասեցի, էմիգրացիոն հարցեր։ Նրանք չեն համարվում հայտնի քրեական դատապաշտպանության գրասենյակներ։ Ես փորձեցի տեսնել, ինչ գրասենյակներ կան։ Ամենալավ գրասենյակները փաստաբանական Լաս Վեգասում։ Եվ գտա, որ մեկը կոչվում է Goodman, հաջորդը Դրասկովիչ։ Երկուսն էլ բավականին 30 տարվա փորձ ունեցող եւ շատ դատեր հաղթած, պատվոգրեր ստացած, մամուլում իրենց մասին նշված եւ լավ փաստաբանների Ամերիկայի առաջնահերթ բարձր որակի փաստաբանների շարքն են դասվում։ Մտածեցի միգուցե այս Soul and Associates փաստաբանները միգուցե դրանք պետության կողմից են նշանակվել, երբեմն այդպես էլ է լինում, որ մարդուն տրամադրում են փաստաբանական ծառայություններ, բայց ինչպես երևում է նրանք մասնավոր ծառայություն են եւ իրավաբանական ընկերություն, բայց մատչելի իրավաբանական ծառայություններ, այդպես ասենք։ Նրանք հիմնականում կենտրոնանում են ապաստանային եւ ներգաղթի գործերի վրա։ Նրանք ոչ լուրջ քրեական դատապաշտպանության գործերի մասնագետները չեն։ Իմ կարծիքով Վարդանին պետք են երկու տեսակի փաստաբաններ. քրեական պաշտպանության փաստաբաններ եւ ներգաղթի փաստաբաններ։ Քրեական պաշտպանական փաստաբանները կարող են կռվել, պայքարել այդ 17 քրեական մեղադրանքների դեմ։ Դուք գիտեք, թե լիստը ինչեր կային դրա մեջ, սպառնալիքներ, փողերի լվացում եւ այլը, չեմ էլ ուզում նշել շատերը։ Սրանք լուրջ մեղադրանքներ են եւ պահանջում են փորձառու քրեական պաշտպանական փաստաբաններ, որոնք կարող են մարտահրավերներ նետել Հայաստանի կառավարության մեղադրանքներին եւ ապացուցել քաղաքական մոտիվացիա։ Ռոս Գուդմանը եւ Ռիչարդ Դրասկովիչը, այդ երկու փաստաբանական հիմնարկները նմանատիպ գործերով մասնագիտացված են եւ ունեն շատ բարձր պրոֆիլ եւ շատ բարդ գործեր են կատարել։ Օրինակ ես Գուդմանը շատ հայտնի մարդկանց գործերի մեջ էլ է դատապաշտպան աստղերի եւ այլը, օրինակ այդ Տուպակ Շաքուրի սպանության հարցով եւ այլը։ Մի խոսքով, եւ նա գալիս է քաղաքական պոլիտիչեսկի ընտանիքից, Ռոս Գուդմանը։ Մի խոսքով, սա քրեական հարցի շուրջ։ Ներգաղթի փաստաբանները նրանք էքստրադիցիան կանխելու արտաքսումը ապահովեն օրինական կարգավիճակը Ամերիկայում, դրա համար են պետք։ Ներգաղթի փաստաբանները, ինչպես այս փաստաբանական հիմնարկն է Soul and Associates ընկերությունը,
նրանք կենտրոնանում են ապաստանի, վիզաների, բնակության իրավունքների վրա, սակայն նրանք չեն զբաղվում քրեական մեղադրանքներով, այնպես որ իմ համեստ կարծիքով նրանք չեն կարող լինել լիովին պաշտպան ու պաշտպանել Վարդանին արտաքսելուց, եթե նրանք մասնագիտացված չեն քրեական մեղադրանքների գործերով։ Լավ, կմտածեք, թե ինչու են այս տասյոթ մեղադրանքները կապ ունեն էքստրադիցիայի հետ։ Էքստրադիցիան հիմնված է քրեական մեղադրանքների վրա։ Հայաստանը միայն այս տասյոթ մեղադրանքների պատճառով է պահանջում նրա էքստրադիցիան, եթե պահանջել է, իհարկե։ Կարծում եմ, որ մեղադրանքները ներկայացնելով պահանջել է էքստրադիցիան։ Այսինքն այդ հիմքի վրա է չէ պահանջում, պատճառը դա է։ Եթե այդ մեղադրանքները չլինեին, ապա չէր լինի իրավական հիմքեր էքստրադիցիա պահանջելու, ճիշտ է։ Եթե Ամերիկայի դատարանները կվերանայեն, թե արդյոք այս մեղադրանքները ճիշտ են, քաղաքական մոտիվացիայով են, թե սուտ, նախքան որոշում կայացնելը ուղարկել Հայաստան, թե չէ։ Այսինքն որոշման համար կապ ունի այս տասյոթ մեղադրանքները ճիշտ են, թե չէ, որպեսզի դատավորը որոշում կայացնի։ Հիմա նրա փաստաբանները պայքարում են էքստրադիցիայի դեմ, ոչ թե մեղադրանքների, իմ կարծիքով։ Այս պահի դրությամբ նրանք կենտրոնացված են էքստրադիցիան կանխելու։ Այսինքն վիճարկում են, որ Հայաստանում արդարադատություն չի ստանանա, արդար դատավարություն, մեղադրանքները քաղաքական մոտիվացիայով են, հիմնված են նրա ակտիվիզմի վրա և նա կարող է մարդու իրավունքների խախտումների ենթարկվել Հայաստանում։ Նրանք կենտրոնացված են այս երեք բաները ապացուցելու, բայց ինչպես տեսանք, կարմիր սիգնալ, որ չկարողացան նույնիսկ գրավի դիմաց դուրս բերել, այսինքն հարցը լուրջ է, որ դատավորը երևի կարծում է, որ փախուստի վտանգ կա, դրա համար էլ երևի մերժեց։ Այսինքն ինչ է ստացվում, նրանք չեն պայքարում տասյոթ մեղադրանքների դեմ ԱՄՆ-ի դատարանում, քանի որ դրանք Հայաստանի հայկական մեղադրանքներ են, ոչ թե Ամերիկայի։ Այսինքն, եթե էքստրադիցիան մերժվի, ապա մեղադրանքները կորցնում են իրենց ուժը և փաստաբանները կհաղթեն։ Եվ ԱՄՆ-ն մերժի նրա էքստրադիցիան, ապա Հայաստանը չի կարող նրան դատել, քանի որ դա արդեն դուրս է նրանց հասանելիությունից։ Եթե ԱՄՆ-ն հաստատի էքստրադիցիան, ապա նա ստիպված կլինի պայքարել այդ տասյոթ մեղադրանքների դեմ Հայաստանում։ Հիմա տասյոթ մեղադրանքները ինչու նշանակություն ունեն կամ չունեն, եթե հարց է առաջանում։ Որովհետև ԱՄՆ-ի դատարանները չեն դատում արտասահմանյան քրեական գործերը։ Նրանք միայն որոշում են, արդյոք պետք է ուղարկվի Հայաստան, թե ոչ։ Եթե նրա փաստաբանների վեճը վարում են, թե ինչու պետք է նա մնա այնտեղ, ոչ թե արդյոք նա մեղավոր է կամ անմեղ այդ մեղադրանքների համար։ Չէ, ինչպես բացատրեմ։ Եթե դուք օրինակ ինձ ասեիք, որ այդ մեղադրանքները կապ չունեն, դա կլինի այն տեսակետը, որ եթե դա ճիշտ է, ուրեմն նրանք չեն ուզում արտասահմանյան քրեական գործերը
վարել իրենք ուզում են ուղարկել Հայաստան, որ այդտեղ այդ դատավարությունը այդ մեղադրանքների դեմ կայացվի եւ իսկ նրա փաստաբանները փորձում են ապացուցել, թե ինչու պետք է նա մնա այնտեղ։ Այսինքն փաստաբանները կենտրոնացված են ապացուցելու, թե ինչու Վարդանը պետք է մնա այնտեղ, ոչ թե նա մեղավոր է, թե ոչ, այդպես է փաստորեն դուրս գալիս իմ եզրակացությունը։ Ամփոփելով կարելի է ասել նման բան. այդ 17 մեղադրանքները հենց էքստրադիցիայի գործի պատճառն են, և դրանք 100% ազդում են որոշման վրա։ Նրա փաստաբանները պետք է ապացուցեն, որ մեղադրանքները սուտ են կամ քաղաքական մոտիվացիաներով, որպեսզի կանխեն էքստրադիցիան։ Եթե նա ունի միգրացիոն խնդիրներ, օրինակ, եթե դա իրոք ունի ինչ-որ միգրացիայի կանոնները խախտած խնդիրներ, էքստրադիցիայի կանխարգելումը կարող է նրան հնարավորություն տալ կարգավորելու այդ խնդիրները։ Իր կարգավիճակը Ամերիկայում, թե ինչպես մնա այնտեղ օրինականորեն։ Մի քանի տարբերակներ կան։ Եթե նա հաղթի էքստրադիցիան, ԱՄՆ-ն չի ուղարկի Հայաստան։ Եթե նա ունի միգրացիոն խնդիրներ, վիզայի ավարտած ժամկետ եւ այլը, նրա փաստաբանները կարող են աշխատել դրանք կարգավորելու վրա էքստրադիցիան կանխելուց հետո։ Կան իրավական տարբերակներ մնալու համար, նույնիսկ եթե վիզայի կարգավիճակը պարզ չէ։ Միգրացիոն խնդիրները կարող են լուծվել առանձին, եթե ամենամեծ խնդիրը Հայաստանից եկած քրեական մեղադրանքներն են, ապա առաջնայինն է էքստրադիցիայի կանխարգելումը։ Եթե դա կատարվի, նրա իրավաբանական թիմը ավելի ուշ հետագայում կարող է դիմել ապաստարան կամ այլ պաշտպանության համար, պահանջել հատուկ վիզա քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց համար, դա էլ գոյություն ունի, և պահանջել այլ օրինական միջոցներ իր կարգավիճակը կարգավորելու համար հիմնված Ամերիկայի միգրացիոն օրենքների։ Այսինքն, այդ ամեն ինչը, թե ինչպես իր միգրացիոն խնդիրները օրինական մնալը եւ այլը, դրան մի քանի մեթոդներ կան, ինչպես նշեցի, ապաստարանն է եւ այլը, հատուկ վիզան է քաղաքական հետապնդման եւ այլ միջոցներ իրավական։ Դա կարելի է հետո անել կարգավիճակը։ Կարևորը էքստրադիցիան կանխելն է։ Եթե նա պարտվի էքստրադիցիան, եթե նա ենթարկվի էքստրադիցիայի, իհարկե նա չի ունենա հնարավորություն կարգավորելու միգրացիոն կարգավիճակը, քանի որ իհարկե կվերադառնա Հայաստան։ Հետևաբար, էքստրադիցիայի կանխարգելումը կարևոր առաջին քայլն է լուծումներ գտնելու համար։ Այո, եթե նրա փաստաբանները հաջողությամբ ապացուցեն, որ այդ մեղադրանքները սուտ են, քաղաքական բնույթ են կրում եւ այլը, ապա նա կարող է մնալ եւ կարգավորել իր միգրացիոն իրավիճակը հետո։ Եթե կան վիզայի խնդիրներ կամ իրավաբանական եղանակներ դրանք լուծելու համար եւ այլը։ Եթե Վարդանը 17 քրեական մեղադրանքներ ունի, ինչպես գիտենք, ունի 17-ը ինչքանը չգիտեմ, նրան անհրաժեշտ է ուժեղ քրեական պաշտպանական փաստաբան,
ոչ թե միայն ներգաղթի կենտրոնացված գրասենյակ, փաստաբանական։ Սա իմ կարծիքն է, ես փաստաբան չեմ, ես ուղղակի վեր եմ լուծում սիտուացիան, իրավիճակը, ինչպես կա, և իմ կարծիքն եմ հայտնում։ Եթե Վարդանը պետք է ապացուցի, որ Հայաստանի կառավարությունը կոռումպացված է և իր մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, ապա նա պետք է ներկայացնի համոզիչ ապացույցներ։ Դուք ինչպես հասկանում եք, այս մեղադրանքները, եթե չլինեին, միգուցե արտաքսման վտանգը չլիներ, ոչ թե միգուցե, ինձ թվում է չէր լինի։ Միգրացիոն խնդիրները կարելի է լուծել շատ հեշտ այլ տիպի միջոցներով։ Բայց քանի որ կան այս մեղադրանքները, և դրանք են պատճառ հանդիսանում, հենց այդ մեղադրանքների դեմ պետք է պայքարել, որովհետև եթե այդ մեղադրանքները ոչնչացվում են, պոլիտիկական, քաղաքական մոտիվացիան պարզը երևում է դատավորին, այն ժամանակ էքստրադիցիայի հարցը ավտոմատ ձևով ինքնուրույն ոչնչանում է, չքվում է։ Այսինքն, եթե պիտի հիմա պայքարում են, օրինակ, եթե իր փաստաբանները էքստրադիցիան կանխարգելու վրա ամբողջ ուժով, ես 3 դատ է գնում գալիս են դրա վրա, բայց չեն պայքարում այս մեղադրանքների դեմ, դուք հասկանում եք ինչ իրավիճակ է։ Մեղադրանքներն են պատճառ հանդիսանում էքստրադիցիայի, քանց թե հետևանքի վրա պայքարես, ավելի լավ է սկզբնաղբյուրի վրա պայքարես, այդպիսով հետևանքն էլ կոչնչանա, իմ կարծիքով։ Վարդանը պետք է ապացուցի, որ Հայաստանի կառավարությունը կոռումպացված է, այդ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, ներկայացնի համոզիչ ապացույցներ։ Ապացույցները այն կլինի, որ Հայաստանի իշխանությունը նախկինում հետապնդել են ընդդիմախոսների, կան լրագրողների, ակտիվիստների, քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումներ, փաստեր, կամ միջազգային կազմակերպություններում նման փաստեր արձանագրվել են մարդու իրավունքների խախտումների մասին։ Դրա համար էր երևի Վարդանն ասում, որ եթե փաստեր ունեք, դուք եք դժուժած քաղաքական հետապնդումներից, այս հեռախոսով զանգեք, իրեն փաստեր են պետք։ Եթե այդ փաստերը չունենա, այս մեղադրանքների քաղաքական հետապնդում որպես չի դիտարկվի։ Որպեսզի ապացուցի, որ այս մեղադրանքները անհիմն են, չափազանցված, պետք է ցույց տալ, որ մեղադրանքները հիմնված են ոչ թե իրական փաստերի, այլ քաղաքական հաշվեհարդարի վրա։ Եթե հնարավոր է ներկայացնել, օրինակ, իրավական փաստաթղթեր, վկայություններ, որոնք կասկածի տակ են դնում մեղադրանքները, ինձ թվում է իր խնդիրը հիմա դրանումն է, որ ունենա նման փաստեր, իրավական վկայություններ և այլն։ Գիտենք, որ նա, եթե արտահանձվեց, չի կարող արդար դատաքննության հույս ունենալ։ Պետք է նաև ապացուցի, որ Հայաստանի դատարանները կոռումպացված են և կախված են կառավարությունից։ Օրինակ, պետք է ներկայացնի նախադեպեր, օրինակներ, երբ ընդդիմադիրները դատապարտվել են առանց արդար գործընթացի։ Այստեղ հիշեցի, որ Anti-Corruption Bloc Մարինե Պողոսյան, թե ազգանունը չեմ հիշում, որ միշտ պայքարում է կոռուպցիայի դեմ, ես կարծում եմ նա ունի հարյուրավոր նման փաստաթղթեր, նախադեպեր և այլն,
Իսկ թվում է նա այնքան շատ փաստեր ունի, որ եթե պարոն Բաղդասարյանը դիմի նրան եւ նա տա բավականին մեծ իրական դեպքերի ցուցակ, պարտադիր չի որ նշվի անձնական տվյալները այնտեղ եւ այլը տվյալ մարդկանց, բայց այդ փաստաթղթերը շատ հեշտ կարող են ուղարկվել Ամերիկա եւ այնտեղ թարգմանվել։ Իսկ թվում է դա լավ լուծում կլինի այն փաստաթղթերի բացակայության համար, որ ինքը դրա կարիքը ունի, իրեն դրան պետք են։ Իսկ ինչ վերաբերվում է միջազգային այդ զեկույցներին Հայաստանի կոռուպցիայի մասին, կան մի քանի օրգանիզացիաներ ԱՄՆ Պետդեպարտամենտում, Amnesty International-ում, Human Rights Watch, այդ զեկույցները կան Հայաստանի կոռուպցիայի մասին, թե որտեղն է գրավում եւ այլը։ Ընկնում։ Նաեւ կարելի է կապ հաստատել ազդեցիկ մարդկանց հետ Ամերիկայում քաղաքական կոնգրեսմենների, սենատորների եւ այլն։ Կամ գտնել ուժեղ փաստաբաններ, որոնք կարող են ճիշտ ներկայացնել այս փաստերը դատարանում։ Այսինքն միջոցները սրանք են. հավաքել միջազգային զեկույցներ, լավ փաստաբաններ ընտրել կամ կոնգրեսականների միջամտություն։ Իսկ փաստերը, եթե տրամադրվեին Հայաստանից, իհարկե շատ լավ կլիներ։ Կարելի է երկրորդ իրավաբանական կարծիք փնտրել։ Օրինակ, Դրասկովիչը կամ Գուդմանը կարող են վերանայել գործը եւ տալ արկա եւ կարող են նրանք ցույց տալ, թե ինչ թերություններ կան պաշտպանության գործում։ Նրանք կարող են չվերցնել գործը, բայց կարող են առաջարկել ուժեղ ռազմավարություն, ստրատեգիա Հայաստանի կոռուպցիան բացահայտելու դատարանում եւ այլն։ Մի խոսքով, նրա փաստաբանները պետք է պնդեն, որ մեղադրանքները քաղաքական պատճառով են եւ նա արդար դատավարություն չի ստանա Հայաստանում։ Բայց նրանց պետք են ամուր ապացույցներ, հրապարակումներ, վկայություններ, միջազգային հայտարարություններ, որ համոզեն դատավորին օգտագործել լրատվամիջոցների ճնշումը, սենատորների, կոնգրեսականների միջամտությունը, մարդու իրավունքների եւ այլ օրգանիզացիաների միջամտությունը։ Այս ամփոփելով այդպես է դուրս գալիս իրավիճակը, որ իմ կարծիքով հարկավոր է պայքարի ուշադրությունը, ֆոկուսը ուղղել ոչ թե էքստրադիցիային, որը որ շատ դժվար է համոզել դատավորին, դժվար է կանխարգելել եւ այլն, որովհետեւ իրենց պետք կլինի այս բոլոր փաստերը իրավաբանական, ինչպես նշեցի, զեկույցները միջազգային, անձնական փաստեր, այդ ամեն ինչը, կոռուպցիան, ամեն ինչը ապացուցելու համար։ Դա ավելի դժվար գործ է, այդպես այդտեղից սկսելը։ Ավելի լավ կլիներ այս քրեական մեղադրանքները մասնագետները նայեին, դրանց անհեթեթությունը գտնեին, իրենք 30 տարվա փորձ ունեն, գիտեն ինչպես է արվում։ Եթե այդ մեղադրանքները չլինեին էլ, ավտոմատ ձևով էքստրադիցիայի հարց լինել անգամ չէր կարող։ Այսինքն, չզոքացրա մեղադրանքները, դրանց պատասխանը տուր եւ էքստրադիցիայի հարց չես ունենա։ Մի խոսքով ընկերներ, երևի թե, չգիտեմ, ճիշտ բացատրեցի, հասկացվեց թե չէ իմ ասածը, բայց կան Լաս Վեգասում այս երկու գրասենյակները,
քրեական գործերի լավ մասնագետներ են եւ ինձ թվում է պետք է նրանք սկսեին եւ նրանք կարող են գործը վերցնել իրենց ձեռքը այդ քրեական մեղադրանքների դեմ պայքարել եւ վերջում երբ որ մնա նրա էմիգրացիայի հարց ստատուս եւ այլը ապաստարան նրանք կարող են լրացուցիչ ծառայության ներգրավել ասել դու էլ մեզ օգնի այս հարցը լուծենք որ իր ստատուսը այս լինի այն լինի եւ այլը դա արդեն կմնա վերջի մանրուքը ես advocate-ի իրենց փաստաբանի հիմնարկին գրեցի որոշ զեկույցներ միջազգային պետդեպարտամենտում եւ այլը տարբեր տեղեր կոռուպցիայի մասին հրատարակված որը որ իհարկե գաղտնի չէր եւ իհարկե դրեցի մեր պետիցիայի հղումը ասացի եթե սա կարող է ձեր գործին ինչ որ ձևի օգնել որ այսքան շատ մարդ պահանջում է ապացուցում է որ իրենք դեմ են էքստրադիցիային եւ հաստատում են որ իրոք կա կոռուպցիա եւ ոչ արդար դատավարություն Հայաստանում մի խոսքով ամեն ինչ է որ պետք է եթերում բացատրել ամեն քայլ վաղը չգիտեմ ինչքան մարդ կհավաքվի ցույցին եւ այլը դրա կազմակերպչական պատասխանատվությունը դրված է դոկուսակցության վրա պետք է իրենք կազմակերպեն մարդկանց ապահովությունը թեկուս պաստառները պլակատները օրինակ եթե բեմ տեղադրեն ինչ որ մեկը կանգնի խոսի այդ ամեն ինչը իրենց կատարելիք աշխատանքն է ոչ ոք պարտավոր չէ կատարել իրենց համար ինչպես ասած իրենց նախագահը իրենց տվել է առաջադրանքը չէր վերաբերվում միայն ժողովրդին որ ինչպես ձեռքներից կա այնպես էլ կազմակերպվեն ինչքան այսինքն մեկը լավ է կազմակերպում մեկը վատ այսպես է բաշարում մարդիկ հմտացած չեն նման բաներում իրենք պետք է կազմակերպեն այս ամեն ինչը որպեսզի լավ անցնի եւ ընդհանրապես եթե դուք ցանկանում եք որ շատ մարդ կար պետք է ասուլիս անեիք տարբեր տեղեր հրատարակեիք եւ կոչ անեիք մարդկանց միանալու ձեզ սա է ձևը շատ մարդ հավաքելու միայն հայտարարություն տպելով էջում որ հույս ունենալով ինչ որ մարդիկ կկարդան ամեն մարդ չի կարդում ձեր էջը ամեն մարդ էլ չգիտի բայց տարբեր ալիքներով կարող էին լսել այդ կոչը հա տեսա մի քանի ալիք եւ վերջ բայց կարելի էր ավելի բարձրաձայն այդ մասին կոչել որ ավելի շատ մարդ հավաքվեր բայց ես այլևս վերջ եմ տալիս խորհուրդներ տալուց դուք ամեն ինչ ավելի լավ գիտեք ձևերը համոզված եմ որ ավելի լավ գիտեք իսկ անել չանելը արդեն ձեր ցանկությունից է կախված ես այստեղ ոչինչ անել չեմ կարող քանի որ դա ձեր պարտականությունն է ոչ թե բլոգերների պարտականությունը որ մարդկանց կոչեր անեն հավաքեն եւ այլը դա ձեր աշխատանքն է դուք չեք ուզում ճիշտ է որ ուրիշը խառնվի ձեր աշխատանքին ուրեմն կատարեք ձեր աշխատանքը հուսով եմ որ ամեն ինչ լավ կանցնի շատ մարդ կհավաքվի ես թողնում եմ մարդկանց ցանկությանը ես ոչ մի կոչ չեմ անում եւ այլն այսինքն Վարդանի խնդրանքը դա էր հուսով եմ որ այդ ժողովուրդը այդ թիվը կապահովվի տեսանելի կլինի եւ այնպիսի գեղեցիկ կանցնի որ դա ուշադրություն կգրավի մեդիաներում տեսնենք իհարկե ես կցանկանայի որ այդպես լիներ Առայժմս այսքանը, սիրելի բարեկամներ,